այդ գալիս է իրոք շատ սերնդեսերունդ ու դա շարունակվում է ամենասարսափելին էնա, որովհետև մենք այդ տեսնում ենք մանկապարտեզներից սկսած, որտեղ ամեն դեպքում մանկապարտեզների երեխեքի դաստիարակում են մեծերը։ Սկսած նրանից, թե ինչպես պետք է աղջիկ երեխան դրսևորի իրեն մանկապարտեզի տղա երեխաների հետ, նույն խմբի։ Սկսած դաստիարակի պահանջներից ձեր երեխան շատ ինչ ասեց այն նոր ընկերներից մեկում, ում աղջիկը տենց 4 տարեկան աղջիկ երեխա է, ինչ որ տոպով, շորտով գնացել է մանկապարտեզ, ասել էր շատ վզվայուշի է հագնում։ Երեխա է 4 տարեկան, դաստիարակ է, ասում են ձեր աղջիկը շատ վզվայուշի է հագնվում։ Այդ հիմք է դնում շատ արատավոր երևույթներից, որի վերջնակետը բռնությունն է, բայց այդ կողմել չենք գնալու, որովհետև երբ դու մարդուն սկսում ես պիտակավորել ու դա հանրայնորեն ընդունելի է դառնում, որ ինչ որ X հագու կապ կամ մարմինը ինչ որ կերպ ընդգծելը, ցուցադրելը առիթ կարա հանդիսանա ինչ որ մեկին, ինչ որ ոտնձգություն անել այդ մարմնին, այդ ընդհանուր պատկերն է նրա, թե ինչա կատարվում, երբ տաբուներ են դրվում, ոչ առողջ տաբուներ, հա, այսինքն այստեղ խոսքը մերկ դուրս գալու մասին չի, թեպետ էլի եթե անդրադառնում ենք սոցիալական հանրային նորմերի մասին չի խոսքը։ Ապրես։ Այստեղ խոսքը գնում է, երբ մարդ ներդաշնակ է իր մարմնի հետ, երբ մարդ ցուցադրում է իր մարմինը, երբ դա իր ցանկությունն է, իհարկե կարող ենք երկար քննարկել ու միգուցե այսօր կքննարկենք ինչի համար է այդ մարմինը ցուցադրվում, երևի հենց այդ գռեհկության ու սեքսուալության խաչմերուկի մասին, բայց ընդունել կանանց իրենց մարմինը չընդունելու հիմնական պատճառը ավելի շուտ այդ հանրային պարսավանքն է։